Շատ լավ, Հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ, հա։ Ազատի կացարանում ավելի քան 3 տարի առաջ հրդեհից զոհված զինվորի պապիկին այսօր չթույլատրեցին ավարտել խոսքն ուղղված Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հրապարակում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ներկաները վանկարկումներով լռեցրին նրան։ Քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնցից մեկը ոստիկան ներկայացավ, բերանը փակելով տարեց տղամարդուն հեռացրին հավաքից։ Զինվորական կացարանում այրված թոռան մասին հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամբիոն դարձած ավտոմեքենայի թափքից ոստիկաններին հրահանգեց, խոչընդոտելու համար եկածներին հեռացրեք, պնդեց, թե նրանց փող են տալիս ու ուղարկում իր հավաքը հատուկ խոչընդոտելու։ Ասենք կալուգացի օլիգարխը ամեն տեղ 200,000 դրամից բանից տալիս ա գնում ա, եկեք ընդհատես։ Հանգիստ ես հրահանգում եմ ոստիկանների եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս ա, հանգիստ հեռացրեք մարդիկ թող գնան իրենց գործին, 15 զինվորի կյանք խլած դեպքից 3.5 տարի է անցել, բայց մինչ օրս այս դեպքով որևէ մեկը քրեական պատժի չի ենթարկվել։ Նախորդ շաբաթ էլ զոհված զինվորներից մեկի մայրն էր ընդհատել վարչապետի ելույթը, իշխանություններից պատասխան պահանջելով նաև գործի ոչ պատշաճ քննության համար։ Այսօր Փաշինյանին լսելու եկածների մեջ շատ էին քաղաքապետարանի հայ փոստի աշխատակիցները։ Ոմանք թաքցնում էին դեմքը, չցանկանալով նկարահանվել, մյուսները հաստատում էին քաղաքապետարանի աշխատակից են։ Ես համայնքապետարան եմ աշխատում։ Ինչ եք աշխատում։ Բան որ ամենաուր լավ գործ է։ Մեր Նիկոլին են փառաբանը։ Դուք եք աշխատում իրանց հետ։ Չէ, ես տարից եմ եկել։ Մերկինն է, համաշխատում ամերկինն է։ Բասում եք չեք աշխատում։ Չենք աշխատում։ Աշխատում ենք ազի, բայց մենք տանից ենք եկել։ Ես տանից եմ եկել։ Դուք եք աշխատակից համայնքապետարանի։ Ինչա։ Դուք համայնքապետարանում ինչ եք աշխատում։ Աշխատում եմ, դեռ աշխատում եմ։ Էլի կոմունալու։ Ասել էին կգա։ Ով։ Այս համայնքի։ բան եմ ասում։ Մենք որ գոյենք մնացողին չգիտեմ, աղջիկ ջան, ով ինչ ուզում է, ամեն ինչից, մեր կատնաջուրով է ծաղկացրել, քաղաքացիական ներկայացից գոյենք։ Որտե՞ղ եք եկել։ Կատնաջուրից։ Եթե կոլեկտիվներով եք եկել։ Այո։ Որ կոլեկտիվն է։ Հայ փոստը։ Ռեմոնտ կգա, Այսպես միահամուռ եկել եք, աջակցում եք։ Այո, ինչ կա որ, վատ բան եք անում։ Ում աջակցենք, ասեք իմանալ։ Չասեք չի, ուղղակի։ Դե ուրեմն հերո հաղարած տեղը։ Եկել եք հայ փոստից։ Ինչ։ Հայ փոստից եք։ Հայ բարով եք, ես իմ տանից եմ, աղջիկ ջան, ես հայ փոստից եմ։ Հերո հաղարա։ Բոլոր համայնքներ եք գնալու։ Թումանյանից եկել եք հատուկ աջակցելու։ Միանշանակ։ Դե որ Թումանյան գար, դες կողմերը գար, գուցե այնտեղ գնայիք, թե չէ։ Ամեն տեղ գնում եք։ Ես եմ որոշում որտեղ գամ, ես վարչապետին միշտ եմ աջակցում ու ամենուր եմ աջակցում։ Դուք եք քաղաքապետան։ Չէ, Քաղաքապետան մեկ աշխատում։ Չէ։ Ես իմ կապքով եկել եմ։ Կոլեկտիվով եք եկել։ Ոչ, իմ կոլեկտիվ էնա գործի մեջ։ Չէ, աղջիկ ջան, ես տոշակառու։ Ես իմ կինն եմ, ես իմ կինն եմ։ Ես էլ քուրս։ Ես իմ կապքով եմ եկել, այն էլ իրա գույրիկն է։ Էլի Բայց դուք հիմա տոշակառու։ գործի չեք, բա որ եկել եք։ Դուք աշխատանք Արձակուրդ եմ։ Ինչպես Սպիտակում, այնպես էլ Լոռու մարզի այլ բնակավայրերում Փաշինյանն այսօր խոսեց խաղաղությունից, ասաց ոչ թե կանգառ, այլ հանգրվան պետք է դիտարկվի Հայաստանը ու կոչ արեց Սփյուռքից ու Արցախից եկածներին Հայաստանում հաստատվել ու չերազել իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու մասին։ Մեր երկիրը չենք մենք համակել հանգրվանի զգացողությամբ, մենք անդադ կանգառի մեջ ենք, մենք հլա տեղ չենք հասել, հլա Ղարաբաղ կա, որը պտի տեղ հասնենք, հլա Վանը, հլա Մուշը, հլա էլ չեմ ասում, գերեվակայությունները երբեմն պտտվում ավելի ուրիշ տեղեր։ Եվ այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնման։ Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել։
Այսօր Փաշինյանը նաև Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում եղավ, որտեղ անցած շաբաթ միջադեպ էր տեղի ունեցել իշխող քաղաքացիական պայմանագրի եւ ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցների միջև։ Այսօր վարչապետի այցին ընդառաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ստուգումներ էին իրականացնում գյուղի կենտրոնում, այդ թվում վարչական ղեկավարի աշխատասենյակում։ Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանն անգամ դուրս էր բերվել աշխատասենյակից, որտեղ անվտանգության աշխատանքներ են իրականացվում։ Անգամ սանհանգույցն էր փակ բոլորի համար։ Խստացված միջոցառումներ չեն արվել։ Իրանց հարցերը կասեք, ձեզ կասկածում են։ Շատ է, միգուցե կասկածում է, ես ինչ գիտեմ, ես Հետաքրքիր է ինձ։ Վարչական ղեկավարին կասկածում են, որ կարող է այնտեղ ռումբ եք դրել, կարող է։ Չէ, մարդիկ ընդեղ են, մարդիկ եկան ստուգեցին, մանանալցին։ Հա, եկան ստուգեցի, որ չեք դրել։ Մեծավանում շաբաթ օրը իշխանական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև քննչական կոմիտեն հայտարարել էր, թե Մեծավանում ու Հարևան Նորաշենում փակել են իրենց ճանապարհն ու խոչընդոտել են քարոզարշավին։ Այս գործով 6 անձի նկատմամբ կալանքի, 5-ի նկատմամբ տնային կալանքի որոշումներ կան։ Սիրելի տաշիրցիներ, Մեծավանում ու նաև Տաշիրում, որտեղ ընդդիմադիր Սամվել Կարապետյանի աջակցությունը վայելող համայնքապետ է պաշտոնավարում 2022 թվականից, համայնքապետարանի աշխատակիցների չտեսանք, բայց հարակից գյուղերի բնակիչներ էին ու դպրոցի աշխատակիցներ։ Այսօր Տաշիրում իշխանության ու ընդդիմության համակիրները չառերեսվեցին, ինչպես օրեր առաջ էր։ Միայն մի պահ, երբ վարչապետ Փաշինյանը քայլում էր հրապարակից մինչև ՔՊ-ի շտաբ, հարակից շենքի պատշգամբներից մեկից ընդդիմադիր ուժեղ Հայաստանը գովազդող վանկարկումներ եղան։ Ի պատասխան Փաշինյանի աջակիցները դարձյալ ավելի բարձր վանկարկումներով լռեցրին նրանց։ Սպիտակում ի դեպ համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս եկավ, երբ փորձեցինք ճշտել, թե աշխատանքային ժամին ինչու է ներկա իշխող ուժի քարոզարշավին։ Մաթոսյանն անգամ տեսախցիկին հարվածեց։ Պարոն Մաթևոսյան, աշխատանքի չեք բա։ Այն չես ուզում արա, եկա կնիկ է։ Աշխատանք են, հարապետության վարչապետն է, հերիքան եք։ Լրագրողների ներկայությունը դուրս եկավ նաև Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին։ Էլ եկա խանգարել։ Բան եք ասում, պարոն Նիկողոսյան։ Քեզ առավել եւս ոչ, ձեզ առավել եւս ոչ։ Դուք են մարդը չեք, որ ձեզ բան ասում։ Հասկացողին են ասում։